տեխնիկական, այսպես ասած, նպատակներով եւ հայկական կողմից եւ թուրքական կողմից աշխատանքներ են տարվում, կարծում եմ շատ կարեւոր կլինի, եթե այդ քայլը արվի։ Իհարկե, ավելի կարեւոր կլիներ, եթե օրինակ բեռնատարների համար բացվեր նաեւ սահմանը, որովհետեւ դուք գիտեք, Հայաստանը Թուրքիայի հետ ունի 300 մոտ 20-350 միլիոն դոլարի առևտրաշրջանառություն եւ այս առևտրաշրջանառությունը գալիս է Հայաստան գրեթե միայն Թուրքիայի կողմից, այսինքն Հայաստանի կողմից դա շատ չնչին տոկոսներ է, եթե նույնիսկ մի 2-3% կլինի, եւ գալիս է նաեւ թուրք բեռնատարների կողմից, օրինակ դեկտեմբերին ես Ախուրիկ գյուղում էի սահմանային, ու այնտեղ շատ զվարճալի պատմություն պատմեցին գյուղացիները, որ թուրք վարորդները նայում են նավիգատրով, այսինքն այդ GPS-ներով, որն է ամենամոտիկ անցակետը, որտեղ իրենք կարող են կարճ գնալ, վերադառնալ, ու ցույց է տալի Ախուրիկը Գյումրիի դեմ։ Իրենք գալիս են հասնում են Ախուրիկ, հետո պարզվում է, որ սահմանը փակ է, ու իրենք նաև վախենում են դուրս գալ մեքենաներից, քանի որ այդ հայերի նկատմամբ նաև որոշակի վախ ունեն, էլի, այդ թշնամանքը ոնց որ ու այն ընկալումները, որ մենք ունենք, կա նաև հակառակ կողմի համար, որ մենք թշնամաբար ենք իրանց տրամադրված, եւ գյուղացիներն ասում են, երբ որ մենք իրենց առաջարկում ենք հեռախոսները լիցքավորել կամ թե ենք առաջարկում տակ կամ ինչ որ նման կենցաղային բաներ, միանգամից իրենց վերաբերմունքն էլ է փոխվում, ու նաև միշտ զարմանում են, որ սահմանը փակ է, հա։ Այսինքն կա նաև այս դրսևորումը այս հարցի